Տեստոստերոնը համարվում է արական սեռական հորմոնը, էստրոգենները համարվում են իգական սեռական հորմոնները, սակայն այստեղ կարևոր է նշել, որ իհարկե թե տղամարդիկ ունեն երկուսից էլ, եւ թե կանայք ունեն եւ տեստոստերոն եւ իգական հորմոններ, այսինքն մենք բոլորս ունենք բոլոր հորմոններից, ուղղակի տարբեր սեռերի մոտ այդ հավասարակշռությունը տարբեր է, այսինքն բնականաբար այն հատկանիշները, որ ունեն տղաները, սկսած սեռահասունացման շրջանից, դեռահասության շրջանից, դրանք արտահայտվում են ի հաշիվ տեստոստերոնի։ Իսկ այն բոլոր կանացի նշանները, որոնք որ սկսվում են դեռահասության շրջանից, դրանց պատասխանատուն էստրոգեններն են դեռահաս աղջիկների մոտ։ Ու դե արդեն հետագայում իրանց գործունեությունը նաև փոխվում է մեծահասակ կյանքում։ Չի փոխվում, բայց դեռահասության շրջանում շատ կարևոր են իրանք, որպեսզի ճիշտ ձևով զարգանան բոլոր սեռական հատկանիշները երկրորդային, օրինակ, աղջիկների մոտ կրծքագեղձերի զարգացումը, աղջիկների մոտ դաշտանի սկսելը, իսկ տղաների մոտ արդեն տեստոստերոնի ազդեցությամբ առաջանում է ամործիների մեծացում, առաջանում է մազակալումը, դեմքի եւ մարմնի հատվածներում,